Դրամը սովորաբար շարժվում է տնտեսության ներսում, բայց հիմա այն քաղաքից քաղաք է տեղափոխվում պատմություն պատմելու համար։ Այս օրերին Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված Կենտրոնական բանկի ցուցահանդեսը կանգ է առել Սևանում։ Սևանի մշակույթի տանսաները ցուցադրության մեկնարկը դարձրել են տոն, իսկ նրանց առօրյան տարբերվող է դարձրել Կենտրոնական բանկը։ Ցուցադրության այս ձևաչափով փորձում են դրամի պատմությունը, դրամի բացառիկ նմուշները հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Ֆինանսական համակարգում կամ ֆինանսական ոլորտում հայկական ներդրումը այսօր չի, որ սկսել է, սա է հիմնական մեսիջը, որ ուզում ենք տալ, մեր թվարկությունից առաջ դեռևս ներառված նմուշներ կա, որ ասում է այն մասին, որ հայոց աշխարհը խոսք է ասել եւ ներդրում է ունեցել ֆինանսական ոլորտում։ Մենք ունենք բավականին ընդարձակ կոլեկցիա, որը պետքա չզիջի այն ցուցադրանքին, որ մենք ցուցադրում ենք Դիլիջանի եւ Երևանի այցելուի կենտրոններում, որովհետեւ բոլոր ժամանակաշրջանները, երբ որ մենք ունեցել ենք սեփական դրամներ, այստեղ կարողանանք ցուցադրենք։ Ծոմկի եւ Կոմագենի թագավորությունում դրամաշրջանառությունը առաջացել է Քրիստոսից առաջ 3-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն հայկական դրամի պատմությունը սկսում է 2400 տարի առաջ եւ դա գլուխ գովալու ու բարձրանալու լավ բան է։ Հայկական փողի ավելի քան 2400 տարվա պատմությունն է ներկայացված ցուցադրությանը, սկսած հին ժամանակներից մինչև մեր օրերի թողարկումներ, այնպիսի պատմություններ, որոնց մասին շատերը պատկերացում անգամ չունեն։ Պատմություն միշտ հետաքրքիր է, փողը ոնց են սարքել, ինչ են սարքել։ Կամ մարդիկ, որ գալիս են իրանց, ասենք, պատանեկության փողը նայելու, Խորհրդային Միության ժամանակաշրջանը։ Երրորդ հանրապետության սերունդը, անկախության սերունդը, շատերը չեն տեսել առաջի սերիան, շատ անակնկալի են գալիս, որ դա եղել է։ Այն ժամանակ իրանք 1-2-3 տարեկան են եղել, չեն տեսել։ Ցուցասրահում դրամը յուրաքանչյուրի հետ իր լեզվով է խոսում։ Մեկի համար ցուցադրված նմուշները նոր բացահայտումներ են, մյուսի համար արդեն ապրած կյանք։ Իմ շողության մեջ մեծ մասամբ այն 10 ռուբլին է, որ մենք գնում էինք արտասահման այն ժամանակ որպես տուրիստներ, շատ հարգի էր այդ 10,000 ռուբլին, էլի։ Ես հետ մեկ-մեկ տանում էինք այնտեղ եւ փոխանակում էինք ինչ-որ մի իրի հետ կամ նրանք միշտ մեզանից այդ ռուբլին ուզում էին։ Ճիշտ ասած, մանկության հիշողություններ 90-ականների դրամներն էր հետաքրքիր, ասենց ոնց որ նոստալգիա ապրեցի։ Երևի 90-ականների ժամանակների թողարկած դրամներ է։ Բայց այս ամենը միայն անցյալը ներկայացնելու մասին չէ, այս կերպ պատմությունը միանում է ներկային, դառնալով նաև ֆինանսական կրթություն։ Ցուցահանդեսը նպատակ ունի մոտիվացնել ավելի դրական միջավայրում անցյալից սկսելով մասնակիցներին բերել մեր օրերի իրականություն եւ մեր փորձառու մասնագետները նաեւ ներկայացնելու են մերօրյա իրականությունը ֆինանսական համակարգում, ինչպես պաշտպանվել զեղծարարությունից, ինչպես գրագետ օգտվել ֆինանսական գործիքներից։ Սա է նպատակը, համապարփակ եւ ինչպես նշեցի, տեղավորվում է Կենտրոնական բանկի կարևորագույն մանդատներից մեկի ներքո, որ այն է խորացնել ֆինանսական գիտելիքները հայ հասարակության շրջանում։ Ամենափոքր տարիքից 7 տարեկանից սկսած մինչև 90 տարեկան մենք ասելիք ունենք, որովհետև ամեն պահի ֆինանսական զեղծարարությունները թարմանում են, նոր բաներ են հորինվում եւ ամեն պահի պետք է նրանց տեղեկացնել դրա մասին, հետ պահել ֆինանսական խարդախություններից, նրանց օգնել, որպեսզի կարողանան եւ իրենց անձնական բյուջեն պլանավորել եւ խնայել եւ պարտքեր արդյունավետ օգտագործել եւ իրավունքները պաշտպանել եւ թվային գործիքներից ավելի հմուտ օգտվել եւ այս գործիքակազմով ենք մենք գալիս մարզեր։ Տիգրան Մեծը որ դինաստիայից է։ Առավել փոքրերին ֆինանսական կրթության ու հայկական դրամի մասին նաև հեքիաթներն են պատմում։ Կենտրոնական բանկի կողմից դրամաշրջանառության պատմության մարզային ցուցադրություններին հեքիաթագիր Արփի Մաղաքյանի գրքերն են այսպես ասած լեզու առնում ու պատկերավոր ներկայացնում արտավազդ Տիգրան Մեծ թագավորների դրամների անցած ճանապարհը։ Մետաղադրամների մասին հեքիաթը ես ոչ թե հորինել եմ, այլ լսել եմ, երբ այցելել եմ Կենտրոնական բանկի այցելունելի կենտրոն, եւ երբ քայլում էի ցուցափեղկերից այդ մետաղադրամները
պատմություններ էին, ամեն մեկը մի պատմություն ուներ ու ասես իրենք ինձ պատմում էին իրենց հեքիաթը։ Ու ես ընդհանրապես գնացի տուն ու սկսեցի գրի առնել։ Հիմա արխիվում Նեմրութ Լեռան Անտիոքոս արքայի օրոք հատված մետաղադրամի պատմությունը ունենք, որ լույս է տեսնելու, եւ հետագայում Կիլիկիայի թագավորության Հեթում արքայի եւ Զաբել թագու մասին հեքիաթն է։ Հայաստանի 49 քաղաքներից Սևանը արդեն 16-րդն է, ուր հասել է Կենտրոնական բանկի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։ Շուրջ 1 շաբաթ Սևանում մնալուց հետո բացառիկ ցուցանմուշները կվերադառնան Երևան, իսկ Գեղարքունիքի մարզպետարանում կմնա Սևանի իշխանը պատկերող հուշադրամը։ Պահոցներից վերջին այդ նմուշներից մեկը Սևանի իշխան հուշադրամը նվիրենք Գեղարքունիքի մարզպետարանի։ Սևան քաղաքին Կենտրոնական բանկը դրամի 30-ամյակի առիթով թողարկված արծաթե հուշադրամն է նվիրում, իսկ նման միջոցառում կազմակերպելու ու Սևան քաղաքի հետ արդյունավետ համագործակցելու համար Կենտրոնական բանկն ու նաև այցելուների կենտրոնի ղեկավարը շնորհակալագրեր են ստանում։ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված Կենտրոնական բանկի ցուցահանդեսի հաջորդ կանգառը կլինի Շիրակում։ Բացառիկ ցուցանմուշները շուտով արդյունքում են ցուցադրվելու։